Աշխարհի բնակչության շուրջ 2 միլիարդ մարդ խուսափում է խոզի մսից։ Դա պարզապես ավանդույթ է, թե այս հնագույն արգելքում թաքնված է ֆիզիկական եւ հոգեվոր գաղտնիք։ Այսօր մենք կբացահայտենք, թե ինչու է խոզի միսը համարվում տաբու, սկսած աստվածաշնչյան արգելքներից, մինչև այն, թե ինչպես է այն ազդում մեր մարմնի էներգետիկ դաշտի վրա։ Նախ կա ֆիզիկական ռիսկը։ Խոզերը պաթոգենների հիմնական կրողներն են։ Ամենահայտնին տրիխինելոզի որդն է, որի թրթուրները մտնում են մկանային հյուսվածք։ Մսի սխալ եփումը կարող է առաջացնել ծանր հիվանդություն։ Ավելին, խոզի լյարդը հեպատիտ E վիրուսի հիմնական փոխանցողն է, որը վտանգավոր է լյարդի համար։ Եվ վերջապես, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերամշակված խոզի միսը դասակարգել է որպես առաջին խմբի քաղցկեղածին, այն կապելով կոլորեկտալ քաղցկեղի ռիսկի հետ, բայց արգելքը մարսողության մասին չէ, դա հոգևոր հրահանգ է։ Բուդդայականության եւ իսլամի մեջ խոզը համարվում է ծիսականորեն անմաքուր, հարամ։ Մուսուլմանները նույնպես ընդունեցին այս արգելքը, բայց ինչ սիմվոլիկ նշանակություն ունի խոզը Աստվածաշնչում։ Հիշում եք գերասացու դևերի պատմությունը։ Հիսուսը դևերի լեգեոնին թույլ է տալիս մտնել մի երամակ խոզերի մեջ, որոնք անմիջապես ինքնասպան են լինում, ընկնելով ծովը։ Խոզերի ընտրությունը պատահական չէր, քանի որ խոզերը ծիսականորեն արդեն անմաքուր էին, դրանք հարմար անոթ էին դևերի համար։ Այս գործողությունը ցույց տվեց դևերի ոչնչացնող բնույթը։ Փաստորեն, սա մաքրում էր ոչ միայն մարդուց, այլև հողից։ Յոգայում եւ հոլիստիկ փիլիսոփայության մեջ խոզի մսից հրաժարվում են բոլորովին այլ պատճառով՝ էներգիայի պահպանման համար։ Յոգայի ahimsa սկզբունքը թելադրում է նվազագույնի հասցնել բռնությունը։ Ավելին, հոգևոր ուսուցիչները նշում են, որ խոզը ավելի բարձր գիտակցություն ունեցող կենդանի է։ Սպանդի ծայրահեղ սթրեսի պահին կենդանին արտազատում է վախի հորմոններ, մասնավորապես ադրենալին եւ կորտիզոլ։ Սթրեսային այս բիոքիմիական մնացորդը պահպանվում է մսի մեջ։ Ըստ հոլիստիկ մոտեցման, ուտելով այս տառապանքի էներգիան, մենք խթանում ենք մեր սեփական գիտակցության պարզությունն ու ներքին հավասարակշռությունը։ Այսպիսով, խոզի մսի արգելքը եզակի է։ Այն միավորում է կլինիկական զգուշությունը, հոգևոր հնազանդությունը եւ գիտակցության պահպանման էներգետիկ պահանջը։ Ձեր մարմինը եւ էներգիան ձեր տաճարն են։ Դա ձեր ընտրությունն է։ Բայց այժմ դուք գիտեք ամբողջ պատմությունը, որպեսզի կատարեք գիտակցված ընտրություն։ Լայքեք տեսանյութը, որպեսզի այս կարևոր ինֆորմացիան հնարավորինս մեծ տարածում գտնի։ Ինչպես նաև բաժանորդագրվեք Արգամ բլոգի էջերին ավելին իմանալու համար։ Չմոռանաս մեկնաբանություններում գրել քո կարծիքը այս թեմայի վերաբերյալ։ Ձեզ հետ Արգամ Ռոբերտին էր։ Կհանդիպենք։